Ոնց եք դուք կառավարում այս ոլորտը, եթե ելակետային թվերը, որոնք որ բնութագրում են ձեր կառավարման սուբյեկտը, չգիտեք անգիր։ Լոքյանը կողքից ձեր թվերին հուշում է, որ երեք իրիկունը քնելուց առաջ երևի մի հատ թվերով անցել է։ Դուք սաղոր այս թվերի մեջ եք։ Ասել են, որ Վայոց ձորը Տոսկանիայից լավ երկիր է ալնելու։ Բայց Տոսկանիայում սաղ հետ գիտեն։ Տոսկանիայում ով որ գյուղատնտեսությունով էլ չի զբաղվում, իրիկունը պանիրն ու գինին որ խմում է, ինքը գիտի։ Ինտենսիվ այգին մոտրապես քառակուսի մետր ինչքան է նստում, 1000 քառակուսի մետր ինչքան է նստում, իր բերքատվությունը ոչ ինտենսիվ այգուց ինչով է տարբերվում, քանի տարվա մեջ է ծախսափակ լինում ու երբ է ինքը երջանկանում։ Բայց եթե մեր գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու, մեր չեմպիոնը, մեր գյուղատնտեսության լիդերը, այդ չգիտի, ոնց եք մնացածին բերելու դաշտ։ Սաղ օրը ֆերմերների հետ օր ու գիշեր պետք է խոսաս։ Չայ խմելուց պետք է խոսաս, նախաճաշ անելուց պետք է խոսաս, ռեգուլարնի պետք է հավաքես, գաս Իգերի մոտ ով է կուրատորը Վայոց ձորի, հա բզես ասես, էս էլա թղթերը տարեբանկ, էս էլա թղթերը տարեբանկ, այն լիզինգով 2 հատ կամբայն կարան բերեմ, 150 միլիոն դրամը 300,000 է, քո 700-ով 4 հատ կամբայն կարան բերեմ, որակը փոխեմ։ Այստեղ Վայոց ձորի զբորնին է հավաքվում մարզպետի կողքը, որպեսզի ինքը հաշվի ոնց է գոլը խփելու, պետք է թվեր իմանա, որպեսզի մեր համայնքապետերին էլ օգնի, ասի լսի, գույքը հարկը, հողի հարկը մի հատ նայի, միջին հանրապետականը այսքան է, մերը միջին հանրապետականից ավել է, բայց դրա մեջ մեր ամագը քիչ է, տղեկ հլը մտածեք ինչ եք անում, որպեսզի լավը լինի, ընկնում ենք թասի ոնց է մեր մոտ 6000, սաղի մոտ 8800